Լավ, Գարեգին երկրորդը հեռանում է, կարող է ավելի վատ սցենար լինի։ Կարող է հենց դրանց նպատակը բախումներն են, իրենք խոսում են, չէ՞ դրանից։ Մարտի 1 անեն, գցեն Նիկոլ Փաշինյանի վրա, օրինակ, ասենք ուշ կիրառի ոստիկանությունը, մի անգամ փորձեցին, չէ՞, ազգային Ներողություն Բաղրամյանի վրա, հունիսի 12-ին կարծեմ։ Հիմա կիրառեն եւ կասեն դու մարդասպան ես, դա պետք է Փաշինյանին։ Ես կարծում եմ նրա որոշումը պետք է կշռադատված լինի այս հարցում։ Բայց դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ ամեն դեպքում Գարեգին բան շարունակում է լռել, բայց որոշ հոգևորականներ, սրբազաններ շարունակում են պարբերաբար հայտարարություններ անել։ Աջապահյանը, որ ասում է հերո պահեք ձեզ եկեղեցուց, մենք մեր հարցերը կլուծենք։ Տեր Ասողիկ Կարապետյանն ասում է դուք ապստամբում եք եկեղեցու դեմ, ուզում եք արյան հեղեղներ բերել, մայր աթոռ սուրբ էջմիածնում։ Այսինքն այս խոսակցությունները հոգևորականների, դուք ասացիք, որ ընդվզող հոգևորականներն էլ պիտի խոսեն։ Մենք հակառակ կողմը չենք տեսնում, կարծես թե բոլորը այսպես լծված են Գարեգին բայի պաշտպանությանը։ Այս իրավիճակում ինչպես հանգուցալուծում։ Նրանք բոլորը չեն։ Նրանք ուզում են ցույց տալ, որ իրենք բոլորն են։ Բոլորով է 3-4 հոգևորական անուններով արդեն գիտենք, որոնք իրենք էլ փաստորեն մաքուր չեն, վերջերս նաև բիզնեսի տեսանկյունից խոսվեց նույն Աջապահյանի մասին։ Իսկ եթե նա խախտումը արդարացնում է, ուրեմն ինքն էլ է խախտել։ Այսինքն այս մարդիկ պարզ է, պիտի պաշտպանեն իրենք իրենց նմաններին։